Կարճ եմ խոսեմ։ Ես պատվարժան դատարան հասկանում եմ, որ նաև այդ չգիտեմ ինչ բնութագիր տամ, դիտողություն ասեմ, միջնորդություն ասեմ, գնահատական ասեմ, նաև իմ ասելիքների պատճառով են եղել, եթե ոչ հիմնականում, իմ ասելիքների պատճառով։ Ես շարունակել եմ նույնը ասել։ Օրինակ, քննչական կոմիտեի ղեկավարի պահվածքը, օրինակ, այս գործի մեջ տեղի ունեցած մինչև այսօր չարձանագրված փորձաքննությունների պարագան, օրինակ copy-paste եղած յուրաքանչյուրի առանց մի ստորակետի փոփոխության մեղադրանք կարդալը եւ այսպես շարունակ, հա, նաեւ իր տեղից, ասենք մեղադրողը կարող է հանգիստ ասել տո լավ է կամ կիսագողական արտահայտություն անել։ Այո, դա տեղի է ունեցել։ 6 ամիս, 7 ամիս մարդկանց կալանքի տակ պահելը, սրանք վիրավորական են, չէ՞։ Անպայման չի, որ բառերը լինեն վիրավորական, գործողություններն են վիրավորական։ Եվ եթե սկսենք վիրավորականի դաշտից խոսալ, ամենամեծ վիրավորանքը այն է եղել, որ ինձ 30 տարի ծառայած մարդուն կարող են մարդիկ ասել հանցագործ, ահաբեկիչ եւ նման այլ բաներ։ Այո, շատ պարզ բան եմ ասում, եւ եթե մեր համբերությունը չի հատում այդ գիծը, սահմանը, ուրեմն ես չեմ կարծում, որ այս դատարան որևէ մեկը իրավասություն ունի պատվարժան դատարանին ասելու, թե ինքը ինչպես վարվի ինչի նկատմամբ, որովհետեւ ես համոզված եմ, որ դուք տարիների փորձով գիտեք ինչպես վարվեք։ Ուրեմն խոսքը ոչ թե ձեզ է ուղղված իմ գնահատմամբ, այլ մեզ, կոնկրետ ինձ։ Եվ ես ներողություն եմ խնդրում, եթե անցյալ անգամ ասած իմ արտահայտությունը տղամարդկության մասին վիրավորել է, բնականաբար մեր երկրում մի քիչ տկարացել է այդ բաժինը տղամարդկության։ Ես եթե վատ են զգացել մարդիկ նաև դրանից, ինչ ասեմ, ներողություն, որ վատ են զգացել։ Ուրեմն հանգամանքները դրանք են։ Հետևաբար, հատկապես առաջիկային նաև ավելի խիստ են լինելու։ Եվ լինելու են հատկապես նաև նրանց նկատմամբ, ոչ անձնականացված, գաղափարապես, նրանց նկատմամբ, ովքեր սուտը կպաշտպանեն, ովքեր կփորձեն սուտը, ինչպես Սուրբիրն ասում է, ճշմարտության տեղ վաճառել, չարը բարի ներկայացնել, ինչպես լինելով հանրային մեղադրողներ, հանրությանը կհամարեն առ ոչինչ, որովհետև կարծես թե իրենք հանրությանը չեն պաշտպանում։ Եվ հետևաբար ես նորից եմ ասում, որ ես շարունակելու եմ նույն ձևով։ Այո, պետք է մարդիկ պատասխան տան։ Պատվարժան դատարան շատ դժվար է 6 ամիս շարունակ դիտել, թե անընդհատ բոլոր ուղղություններով, հեռուստատեսությունից սկսած, ամեն գործակալ եւ այլն չեմ ուզում էլ բնութագրեր տալ։ Կարող է քեզ ինչ-որ բան ասել։ Շատ դժվար բան է դա։ Երբ որ քո ձեռքերը ամբողջությամբ կապված են, ներկայությունը չկա, եւ մարդիկ ուղղակի ինչ ուզում ասում են, եւ գալիս ես դատարան, դատարանն էլ կրկնում է մի բան է ավելի խիստ գույներով։ Պատասխան պիտի տան, չէ՞ դրա համար ի վերջո։ Երկինքն էլ է պատասխան ուզում, երկիրն էլ է պատասխան ուզում, ամեն ինչը պատասխանում է։ Հետևաբար ես կարծում եմ, որ այդ խոսքը կամ այս միջնորդությունը ինչ որ ուզում եք գնահատեք, ավելի շատ մեզ է ուղղված, քան թե ձեզ։ Եվ իլուր ամենքի ասում եմ, ես շարունակել եմ նույն ձևով, այնպես ինչպես առաջին օրը, այնպես որ հանգիստ շատ խաղաղ շարունակեք։